Լսեք, փաստաթղթեր են հրապարակվել, որ Կտրիչ Ներսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել Խորհրդային Միության ժամանակ։ Ասում եք սկանդալ է պայթել, այդ սկանդալը ինչի չի պայթում։ Վերջը պարզել եք, այդ ճիշտ է, թե ճիշտ չի, փաստաթղթեր են հրապարակվել։ Եվ հայտարարություններ են եղել, որ այդ թվում հրապարակային հոգևոր ծառայողների կողմից Գերմանիայում տեղի ունեցած միջադեպերի մասին։ Ես ասեմ, որ ես հետաքրքրվել եմ, մեր ծառայություններն էլ այդ նույն տեղեկությունը ունեն։ Այո, ԱԱԾ-ն ունի այդ տեղեկությունը։ Բայց ինչ։ Ինչի վարույթը ԿԳԲ-ի գործակալ լինելու համար վարույթ չեն կարող հարուցել, որովհետև իրանք եղել են Խորհրդային Միության քաղաքացի։ Հիմա արդյոք օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցություն կա։ Ուրեմն ամեն ինչի, որ քրեական գործի ռեժիմով է աշխատում, որովհետև կա օպերատիվ աշխատանք, կա հակահետախուզական աշխատանք, կա հետախուզական, բոլոր անհրաժեշտ միջոցառումները արվում են։ Էլ չեմ ասում դրա հետ բազմաթիվ այլ շերտեր կա, որը ամեն ինչը իր ընթացքով լուծում կստանա։ Հիմա սկանդալը կա, թե չկա։ Հիմա նոր Նախիջևանի թեմի առաջնորդը ԿԳԲ-ի գործակալ է եղել։ Դա սկանդալ է, թե սկանդալ չի։ Ինչ որ սկանդալ չի։ Գիտեք ինչի սկանդալ չի, որովհետև սկանդալը կախված է նրանից, թե ով է ֆինանսավորում սկանդալը։